Ռոբին Դանիգանը լքում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, այս մասին ասվում է ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։ 33 տարի լինելով ԱՄՆ-ի դիվանագետ, անձնական որոշմամբ լքում եմ պաշտոնս եւ անցնում թոշակի։ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան ծառայելը իմ կարիերայի ամենամեծ պատիվն ու արտոնությունն էր, ասվում է Դանիգանի հայտարարության մեջ։ Ինչ դիրքորոշում կունենա ընդդիմությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Եվրախորհրդարանի падգամավորների կողմից ընտրություններին մասնակցելու վրացական ընդդիմությանն ուղղված բաց կոչից հետո։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ հրապարակված բանաձևում ասվում է, որ 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանի ժողովրդավարության եւ քաղաքական բազմակարծության ճկունության եւս մեկ փորձություն են։ Եվրախորհրդարանի падգամավորները կոչ են անում երկրի ընդդիմությանն օգտագործել այս հնարավորությունը, արտացոլելու վրաց ժողովրդի միասնությունը, աջակցելու ժողովրդավարությանը եւ օրենքի գերակայունությանը։ Ընդդիմության մեջ կարծիքները երկփեղկված են։ Քաղաքական գնահատականների թեման Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի հերթական զեկույցն է։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փոփոխություններով հավանություն է տվել զեկույցի նախագծին։ Նախագիծը, ինչպես Եվրախորհրդարանի բանաձևերն ու զեկույցները, կոչ է անում զրոյական քաղաքական ուժ իշխող կուսակցությունում, մինչդեռ ընդդիմությունը դրական է գնահատում զեկույցը եւ բացատրում, որ դա եւս մեկ կարեւոր է այն փաստի, որ վրացական երազանքի կառավարությունը նույնպես արևմտյան գործընկերների համար ոչ լեգիտիմ է։ Ազգային շարժումը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցը պատմական է որակում։ Իրակլի Պավլեիշվիլիի խոսքով Եվրամիության հայտարարած դիրքորոշումն այն է, որ Միխայիլ Սահակաշվիլին պետք է ազատ արձակվի։ Նրա խոսքով վրացական երազանքը ցանկանում է արգելել ազգային շարժմանը, քանի որ այս կուսակցությունը եղել է եվրաինտեգրման դրոշակակիրը։ Վրաստանի խորհրդարանի նախագահը հերթական անգամ արձագանքել է Վրաստանում Եվրամիության դեսպանին ուղարկված նամակներին, որոնք տեղեկություններ են պարունակում падգամավորների վրա հարձակումների մասին։ Ինչպես ասում է Շալվա Պապուաշվիլին, չնայած որ ինքը կոչ է արել Պավել Հերչեսկուն դատապարտել այդ փաստերը, սակայն այնուամենայնիվ վերոնշյալի վերաբերյալ հանրային արձագանք չի լսել։ Պապուաշվիլիի խոսքով բողոքի ակցիաների ժամանակ Եվրամիության եւ Եվրամիության անդամ երկրների ֆինանսավորման զգալի մասը ուղղվել է ծայրահեղականության ֆինանսավորմանը եւ Եվրամիության դեսպանն այս հարցում հստակ դիրքորոշում չի հայտնել։ Իշխող խումբն արձագանքում է Վրաստանում Շվեդիայի դեսպանատան հայտարարությանը։ Դեսպանատան տվյալներով Շվեդիայում ծայրահեղական եւ այլ հակաժողովրդավարական նպատակների վերաբերյալ գործողությունների արտաքին ֆինանսավորման հետ կապված գործընթացները եւ Վրաստանում օտարերկրյա գործակալների գրանցման մասին ակտը կտրականապես տարբերվում են։ Խաղաղության դերը սոցիալ-տնտեսական զարգացման գործում Թբիլիսիում ընթանում է կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումը։ Այսօր ֆորումը բացել են վարչապետը, Թբիլիսիի քաղաքապետը եւ զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչները։ Ֆորումի թեմաներն են կայուն տնտեսական զարգացումը, առողջապահական ծառայությունների մատչելիություն, նորարարություններ, վերականգնվող էներգիայի սպառում եւ զարգացում, շինարարության ոլորտում ժամանակակից միտումներ, անշարժ գույքի շուկա, զբոսաշրջություն եւ հյուրընկալության ոլորտի կայուն զարգացում, ներդրումներ ժամանակակից տեխնոլոգիաներում, տարածաշրջանային պլանավորում եւ տրանսպորտային բարեփոխումներ։ Ֆորումի շրջանակներում անցկացվում են բանավեճեր եւ պանելային քննարկումներ։ Հարավային Կորեայում անցկացվող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցում է նաև Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։ Վրացական ստենդում ներկայացված է նաև Աջարիայի զբոսաշրջության եւ հանգստավայրերի դեպարտամենտը։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցել հատուկ միջոցառում տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որը կազմակերպել է Կորեայում Վրաստանի դեսպանությունը, որտեղ էլ նրանց ներկայացվել է Վրաստանի զբոսաշրջային ներուժը։